Օրեր առաջ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի Տարոնիկ բնակավայրի բնակիչները փակել էին գյուղի կենտրոնական ճանապարհն ու պահանջում էին հիմնանորոգել այն։ Համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը Civic-ի եթերում ասաց, որ ակցիայից մի քանի օր առաջ է հանդիպել բնակիչների հետ, տեղեկացրել է, որ փողոցը ներառված է հիմնանորոգման ծրագրում ու շինարարաշխատանքները այս տարի կմեկնարկեն։ Ամբողջ ծրագիրը մոտ 8 կիլոմետրանոց ասֆալտապատում պիտի իրականացվի ճանապարհային դեպարտամենտի կողմից, դրանից 1.9 կիլոմետրը Տարոնիկ Առատաշեն հատվածն է, որը որ մեր համայնքի մեջ է գտնվում։ Կարող եմ հստակ ասել, որ այս պահին նախագծման փուլում է գտնվում եւ նախագիծ ավարտելուց հետո անմիջապես էլի շինարարական մրցույթ կհրապարակվի։ Համայնքի ղեկավարի խոսքով բնակիչների հետ ջերմ զրույց է ունեցել, տեղեկացրել, որ աշխատանքները նախագծման փուլում են, դրանից հետո այն կտրվի մրցույթի։ Այդ պատճառով է զարմացած, որ չնայած մարդիկ տեղեկացված էին այս մասին, բայց ակցիա են իրականացրել։ Էդգար Հովհաննիսյանն ասաց, որ այս տարիների ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել հենց Տարոնիկում։ 2022-ից 2025 թվականները Տարոնիկ բնակավայրում իրականացվել է մոտ 375 միլիոն կապիտալ շինարարական աշխատանքներ, 2026 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվելու է մոտ 252 միլիոն դրամի շինարարական աշխատանքներ, ինչպես նաև տվյալ հատվածը, որը որ խնդրահարույց հատված է, որը որ իրականացնելու է ճանապարհային դեպարտամենտը, դեռ նախաշվային գինը չեմ կարող ասել, բայց բավականին մեծ ծրագիր է, մոտ 1.9 կիլոմետրանոց ծրագիր է, որ էլի բավականին մեծ բյուջե է իրանից ենթադրում։ Գյուղում մանկապարտեզի շենքն է հիմնանորոգվել, բակն է բարեկարգվել, շուրջ 19 կիլոմետր երկարությամբ ջրագծի ցանցն է ամբողջությամբ հիմնանորոգվել, խորքային 3 հոր է կառուցվել, գյուղում նաև գազատար է անցկացվում։ 2026 թվականին նախատեսվում է իրականացնել Տարոնիկ բնակավայրի Զորավար Անդրանիկ փողոցի 700 գծամետր, Զորավար Անդրանիկ փողոցի առաջին նրբանցքում 290 գծամետր, Արարատյան փողոցում 150 գծամետր, Գառնիկյանի փողոցում 560 գծամետր, Նորիկ Եղազարյան փողոցում 150 գծամետր եւ Տիգրան Մեծ փողոցում 150 գծամետր երկարությամբ ասֆալտապատման աշխատանքներ, ընդհանուր 2 կիլոմետր երկարությամբ ասֆալտապատում է իրականացվելու, նախաշվային արժեքը 252 միլիոն դրամ։ Դա 2026 թվականի մեր ներկայացրած սուբվենցիոն հայտն է, որը որ այս պահին կառավարությունում է գտնվում, հաստատելուց հետո անմիջապես դնելու ենք շինարարական մրցույթ, շինարարական մրցույթը կայանալուց հետո անմիջապես աշխատանքները սկսելու ենք Տարոնիկ բնակավայրում։ Մեծամորում առհասարակ շինարարական եռուզեռ է։ Համայնքի ղեկավարը հերթով տվեց այն ենթակառուցվածքային ծրագրերը, որոնք այս տարիների ընթացքում իրականացվել են ողջ համայնքում։ 2025 թվականին մեր համայնքում բացվել է 4 մանկապարտեզ, որից 3-ը հիմնանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, 1-ը պետական ծրագիր է, եւս 2-ը այս պահին շինարարական աշխատանքների ընթացքի մեջ են, այսինքն առաջիկայում 2-ն էլ կհանձնենք, եւս 2-ն էլ կառուցվելու են Նոր Կեսարիայում եւ Արազափում։ Այս պահին Մեծամոր համայնքում իրականացվում է 4 կրթահամալիրների կառուցման շինարարական աշխատանքները Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի աջակցությամբ եւ 2 դպրոց է կառուցվում Մրգաշատ եւ Նոր Կեսարիա բնակավայրերում։ Սա բավականին մեծ ծավալուն աշխատանք է եւ մենք հնարավորություն ենք տալիս մեր երեխաներին հաճախելու ավելի բարեկեցիկ եւ ժամանակակից դպրոցներ եւ կրթահամալիրներ։ Կրթահամալիրը իրանից ենթադրում է 200 աշակերտ դպրոցում եւ 80 երեխա սան մանկապարտեզում, այսինքն 60 եւ 20 նախակրթարանում, այսինքն 280 երեխաներ կարող են հաճախել տվյալ կրթահամալիրներում, 19 բնակավայրերում իրականացրել ենք ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները, հիմնականում արդեն վերջացնում ենք, 1-2 գյուղեր է մնացել, որ փոքր հատվածներ, դա էլ կավարտենք։ Գազամատակարարման ցանցը այս պահին էլ ընթանում են գազամատակարարման ցանցի կառուցման աշխատանքները Մեծամոր քաղաքում այս պահին արդեն նախագիծը ավարտվել է եւ պիտի արդեն շինարարական մրցույթի գնա Մեծամոր քաղաքում 1 բակի հիմնանորոգման աշխատանքները եւս 3 ընթացքի մեջ են, որ նախագծման փուլում են, այսինքն մենք նաեւ շեշտը դրել ենք կանաչապատ տարածքներին, որպեսզի մեր
երեխաները, ծնողները կարողանան շրջեն կանաչ հատվածներով։ Այս պահին Մեծամոր քաղաքում իրականացվում է ճանապարհաշինության աշխատանքները, մոտ 1 միլիարդ 270 միլիոն բյուջե ունեցող ծրագիր է, մոտ 4 կիլոմետր երկարությամբ ճանապարհ է կառուցվում, ոչ միայն ասֆալտապատում, նաև իր կոմունիկացիաներն ենք փոխել, այսինքն ստորգետնյա ջրահեռացում, ամբողջ ջրագծերը եւ կառուցվելու է նաեւ մայթեր, ճանապարհ, դրանից հետո արդեն ճանապարհային նշաններ, լուսացույցեր։ Այս պահին էլ Մեծամորում իրականացվում է բազմապնակարային շենքերի տանիքների հիմնանորոգման, մուտքերի, դռների ու պատուհանների տեղադրման աշխատանքներ, փոխարինվել են հնամաշ վերելակները, համայնքի առաջնային խնդիրները հերթականությամբ լուծվել եւ լուծվելու են, վստահեցրեց համայնքի ղեկավար Էդգար Հովհաննիսյանը։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։